Արհեստական բանականությունը զարգանում է աննախադեպ արագությամբ, ինչպես տեխնոլոգիական տրանսֆորմացիաները դարձնել հնարավորություն ոչ թե մարտահրավեր ու ինչպես հետ չմնալ գլոբալ մրցավազքում։ Ռեարմենիա ակադեմիայի Այքեզբան կրթական համայնքի անդամներն են այս հարցերը քննարկում իրենց առաջին դեմ հանդիպմանը։ Աշխարհը շատ արագ է փոխվում, լուրջ տրանսֆորմացիայի մեջ ենք, էլի, ու այսօր երկրներից որը ինչքանով է օգտագործում է տեխնոլոգիաները, գործիքները, այդքանով ավելի մեծ տեմպերով է զարգանում։ Այսինքն մեզանից յուրաքանչյուրի անգամները ավելի արդյունավետ լինելու համար անհրաժեշտ է այն ինչ որ մենք անում ենք AI-ով անենք։ AI գործիքները կարողանանք ճիշտ գրագետ կիրառել։ Այս իմաստով մեր զարգացման համար այլընտրանք չունեցող ճանապարհ է AI գրագետ դառնալը։ Այս առաջին տասնյակ առանձնապես ճիշտ ասած AI քարտեզի վրա երկիրը դիրքավորելու համար անհրաժեշտ է, որ նոր տեխնոլոգիաները գրագետ կիրառեն ոչ միայն անհատներն, այլև կազմակերպությունները։ Այսօր AI-ը գործիք է, որը հնարավորություն է տալիս ամենօրյա աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ ու նպատակային։ Այքեզբան կրթական նախագծի շրջանակում շուրջ կես տարվա ընթացքում արդեն մոտ 8000 մարդ է արհեստական բանականության կիրառման հմտություններ ձեռք բերել։ Շահառուների թվում նաև խոշոր կազմակերպություններ են, որոնցից մի քանիսն այսօրվա հանդիպման պանելային քննարկման մասնակիցներն են։ Նրանք խոսում են ամենաարդի թեմաներից, ինչպես համընթաց քայլել AI-ին, այն դարձնել նպատակին ծառայող գործիք չկորցնելով ստեղծարարությունը, ինչպես չխճճվել տեղեկատվական աղմուկի մեջ ու օգտագործել այն թե անհատական, թե թիմային զարգացման համար։ AI-ը դառնում է առավելություն, երբ որ դու առավել պատրաստ ես բոլորին հաղթել AI-ի միջոցով, այլ ոչ թե հույսը դնում ես AI-ի վրա։ Մեծ մտավախություն կա, որ AI-ը մեզ ծուլացնում է։ Այդ իմաստով ես օրինակ անձամբ բաժանում եմ օգտագործողներին երկու մասի՝ սպառողների, ովքեր ուղղակի սպառում են, ասում եմ, երկար զբոսնում են AI-ի հետ, եւ համաստեղծողների, որտեղ ենք մենք համաստեղծում AI-ի հետ։ Այս է շատ կարեւոր, հա։ Այսինքն մենք այնուամենայնիվ ինչ որ հմտություններ պետքա ձևավորենք, որ հետո նոր կարողանանք այդ եղած գործիքներից մաքսիմումը ստանանք։ Ինքը գործիք է, ու դու եթե ոնց որ մտածել գիտես, եթե նպատակ ձևավորել գիտես, հարց տալ գիտես, եթե քննադատողական մտածելակերպ ունես, կարողանում ես գործիքը ճիշտ օգտագործել։ Հասկացել եմ, որ անկախ ամենից ամենակարևոր մարդու ունակությունը դա հարց տալն է, ցանկացած պրոգրես շարժվում է, երբ որ դու խիզախ սկսում ես հարց տալ, միայն սրա համար ես շնորհակալ եմ AI-ին։ Ամերիա բանկը ոլորտի առաջիններից է, որը AI-ն օգտագործում է ոչ միայն տեխնոլոգիական զարգացման, այլև իր թիմը ուժեղացնելու նպատակով։ Ռեարմենիայի հետ համատեղ Ամերիան իրականացնում է արհեստական բանականության վերաբերյալ դասընթացներ բոլոր թիմակիցների համար։ Կազմակերպությունների արդյունավետությունը իրականում այսօր չի չափվում աշխատակիցների քանակով, այլ չափվում է նրանով, ինչքան արագ, ինչքան ավելի ճկուն ես դու, ինչքան ավելի շուտ ես ադապտացվում փոփոխություններին։ Ռեարմենիա ակադեմիայի առաքելությունը մինչև 2030 թվականն ավելի քան 1 միլիոն հայի արհեստական բանականության կարողություններով զորացնելն ու հայկական կրթական ու տրանսֆորմացիոն մոդելներն աշխարհ արտահանելն է։ Ակադեմիան Հայաստանը դիրքավորում է որպես մարդակենտրոն AI կարողությունների զարգացման ու նորարարության տարածաշրջանային հաբ։ Միակ ընկերությունն է ստարտափային, որի հիմնադիրը իրականում հիմնադրամ է, այսինքն շահույթ հետապնդող կազմակերպություն, եւ դրանով հանդերձ մենք կարողացել ենք ներգրավել շատ հետաքրքիր միջազգային եւ հայ ներդրողների, ովքեր հավատում են, որ այո, իսկապես այն պահն է այսօր, երբ մենք պետք է ակտիվ գործունեություն ծավալենք եւ հասկանալ ինչպես պետք է օգտագործել AI-ը, տրանսֆորմացվեն AI-ի միջոցով եւ դառնան ել ավելի արդյունավետ եւ ստեղծարար։ Ռեարմենիա ակադեմիային արդեն հաջողվել է միջազգային շուկայում մրցունակ արհեստական բանականության կրթության մոդել ստեղծել։ Ակադեմիայի մասնագետները շուտով AI գրագիտության դասընթացներ կանցկացնեն Հնդկաստանի ամենահին համալսարաններից մեկում։ Մենք փորձում ենք բոլոր կուրսերը հարմարեցնել հենց սովորողների կարիքներին։ Ունենք թե Start, թե Level Up, թե Pro կուրսեր։ Փորձում ենք ամեն դասի շրջանակներում ռեալ խնդիրներ վերցնել ու լուծել։ Անում ենք սովորելով, տարբեր խնդիրներ վերցնում ու սկսում ենք լուծել հենց սովորելու միջոցով։ Այքեզբան հանդիպման մասնակիցները քննարկումներն ավարտում են նոր գաղափարներով ու փոփոխություններին ընդառաջ գնալու ավելի հստակ ու հաստատակամ մոտեցմամբ։